Տիկինիդա, ձեր ցավը, ձեր հպարտությունը նույնն է, ինչ Տիկին Աննայի ապրածը։ Այսօր որպես մայր, որպես բախտակից, ինչ զգացողություններով եք եկել այստեղ։ Շատ ցավալի։ Տարտեսրտներում մեկ-մեկ գնում ենք արդեն։ Գնում ենք մեր երեխեքի մոտ։ Ոչ տերկա երկրին, ոչ տիրական։ Զոհվել են, զոհվել։ Ինչ պիտի լինի վերջը մեր։ Տեսեք, զուգահեռ այնպիսի իրականություն է, որ այստեղ հրաժեշտ են տալիս հերոսացին մորը, բայց հանրության ինչ-որ հատված նաև այդ խորոված փարթիին է մասնակցում և իշխանությունն է այս ամեն ինչի հեղինակը, նկատի ունեմ խորոված փարթի։ Ինձ ասում են ուր ես իջնում, քաղաքում պրոբկա է, ասում եմ գնում եմ հերոսի մոր հրաժեշտամ, ասում եմ քաղաքում պրոբկա է, ասում եմ ինչ է կատարում, ասում եմ խորոված են անում, խորոված փարթի է, մեր ղեկավարությունը էդ է, էդ մեզանից էլ է կախված, մենք ենք մեղավոր, այո։ Պապիկյանը, ավելի լավ էր Պապիկյանը չկար, Պապիկյանն ով է, ես նրան մարդու տեղ չեմ դնում, նա ինչ պաշտպանության նախարարը, երևի զախկտվել է նոր եկել, լակել է նոր է եկել, ընդեղ են հլա, այո, փարթիում են, ամոթ իրանց, ստոր արածներ, երկիրը ծախեցին մեր, այդքան զոհեր տվեցինք, այսքան, չէ պիտի ասեմ, կործանվան են գնում, ժողովուրդ ուր եք նայում, Տիկին Լիդա, հերոսի մայր է մահացել և ենթադրվում է, որ պետք է զինվորականները, պաշտպանության նախարարը, փոխնախարարները այստեղ լինեն։ Էլի ենք տենց բաներ տեսել, հերոսի մայր է մահացել, հասարակ զինվորի մայր է մահացել, բոլորը ներկա են գտնվել նախագահից, վարչապետից, պաշտպանության նախարարներից, բոլորը ներկա են եղել, հիմա քեֆ են անում ընդե։ Ամոթ բոլորին, ամոթ հազար ամոթ, ես ուրիշ բառ չեմ գտնում ասելու, երկիրը նման իրավիճակի են գցել, պատերազմ են հրահրել, մեզ Թուրքին են հանձնել, Արցախ են հանձնել, կոտորած են արել, հիմա էլ քեֆ են անում, բացի այսօր Բայց երեկ էլ չէ մեր ծիծեռնակաբերդում էինք, երեկ եղեռնի օրնա, եղեռնը չեք հարգում, ծնողին հարգեք, ծնողին չեք հարգում, եղեռնը հարգեք, այս ստորներ, ձեր ստորության աստիճանը որտեղ է հասնելու, ամոթ ձեզ, ամոթ ղեկավարության, ամոթ Նիկոլ քեզ, ստոր, ամոթ պաշտպանության նախարար քեզ, ամոթ մնացած թուրքերին, դուք թուրք եք, դուք հայ չեք,